25 դժվար պայմաններում համայա ոչ մի բան չեք վերցրել, դատարկ, բացի երեխաներին մեծ ուրալով է դուրս եկել, սաղիրա գլխի դարած, գիշերը մնացած կես ճանապարհին, եկել գիշերը ստե մնացել, ահավոր վիճակ էլի, ռմբագործություն, չգիտեմ, ինչ ասեց տեսելիք, հույսով անց է կացրել, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց այսօր սոված, ծարա, ամեն ինչը թանկ կամ չկար, եսիմ հայթարթում եք դժվարությամբ։ Եկել ենք Կարմիր խաչի Գորիսա, դեղից ուղարկել են ստեղ, ուսադեմին հասել եք ստեղ, ուսացել ու ստեղից ուղարկել են գյուղարանքները, մնացել ենք Մարտունի գյուղում։ Վարձով եմ մնում շատ դժվարությամբ, հոգսեր շատ ունեմ, չեմ ասում, որ նենց շատ իդեալական ոչ հոգսեր շատ ունեմ, պարտքեր ունեմ, այո, 3 ամիսա չեմ կարող վճարել տան վարձը, կոմունալները չեմ ասում, գրանցման համար գրանցում եմ ուզում ստանամ, դե ծնողներս չկա, մեկը մահացել է, մեկը քարորա պատերազմից կորել է անհատ, պապայիս թղթերը արխիվում չեն ճարում, դրա համար դժվարանում է այս տան հարցերը։ Քաղաքացիության համար ասում անհրաժեշտ է, պապայի թղթերն էլ անհրաժեշտ, որ չգիտեմ, որ համցեր կցեն, դե չեն ճարում, անհատ կորեցը, անհատ կորացի բաները չեն ճարում թղթերը։ Աղջիկը ստացել, անցյալ տարի է ստեղ ստացել է, աղջիկը անչափահաս է եղել, հեշտ է եղել ստանալը ստացավ, դե իմս դժվարանում է իմ ծնողի անհատ կորման թղթի պատճառով, ասեցին իրաբանության դիմեք, փաստաբանի դիմեք, չեր դատարան թող տեսնենք կարան քանենք, որ կարան գրանցեք, խնդրում եմ ինչքան շուտ լինի, այնքան ոտը ես տան վարձերի վիճակի չեմ, մանավանդ որ կտրում են կամաց գումարները, ես ասել եմ մասպետը բանը, որ եկեն ժողովի ընթացքում էլ ասացի, ինձ այս գումարները պետք չի, ինձ տուն է պետք, բայց դե այնքան շուտ չկտրեն էլի ստանամ, այնքան միջև տունու փաստաթղթերը ձեռս լինեն, ամեն ինչ թողել եմ, ոչ մի բան, դժվարության ստեղծել, դժվարության տուն տրել, դժվարության ամեն ինչով, բայց դե մի քուստով դուրս եք եկել, դաժի 20-20 թվից հադրութից որ դուրս եկան, իմ փաստաթղթերն էլ չկարացա հանել, լրի մնացնել, կեսը Ստեփանակերտ հանեցի, կեսը եկա ստեղ հանեցի, ոչ մի բան ես չեմ կարեցի, երկու տեղ թողել եմ։ Ճիշտն ասած ես այստեղից շատ ա դուր եկել երեխաներից, հարմարվել մանավ այն գյուղում, Մարտունի գյուղում, որտեղ մնում է, մանավանդ աղջիկս չի ուզում այնտեղից դուրս գա, այնտեղ եմ ուզում, այնտեղ ուզում եմ։ Ժողովուրդը շատ վատ են վերաբերվում այդ հարցին, մանավանդ տուն վաճառողները, էլի ոչ թե գյուղացիները շատ լավ է, տուն վաճառողները, ստեղ անցյալ տարի որ ասին տան շահառու ես եկա, որ տուն մանգամ չարեմ, որ ասին սենց այն էժան տունն է սարքեցին բարձր գնով, ասում են ձեզ այսքան փող են տալիս, այսինքն ինչքան տալիս են պիտի մեզ տա, էլ չեն հաշվում, որ այդ տունը պիտի վերանորոգվի, իրաք անսարք վիճակում են, կահույք չկա, պիտի արվի, դրվի։